Նախկին իշխանության ժամանակ ծառերի խորը էտ են արել, ինչի արդյունքում այդ ծառերը այսօր իրանց կենսունակությունը կորցրել են։ Մայրաքաղաքում մարտի 1-ից մեկնարկել են ծառերի էտի գարնանային աշխատանքները։ Այժմ ընթանում են ծառերի ձևավորման, իսկ առանձին ծառատեսակների դեպքում նաև խորը էտի աշխատանքներ։ Երևան քաղաքի կանաչ տնկակները իրենց տարիքային եւ վիճակից ելնելով շատ դեպքերում անհրաժեշտություն կա այդ ծառերին ավելի խորը միջամտություն կատարել, այսինքն իրականացնել խորը Թեղիները ընդհանրապես շատ դեպքերում հիվանդանում են հոլանդական հիվանդությամբ, դեսքը լրիվ կորցնում են, ոնց որ լրիվ արդարացված է այդ թեղիների մոտ խորը էտի կատարում։ Ինչա տեղի ունենա։ Նախկին իշխանության մասնագետները բռնում են ծառերի խորը էտ են անում ու հարցազրույց են տալ 2016 թվականին, խրախուսում են, ասում են խորը էտ անելը կարելի է։ Հիշում եմ ես, տկլորում էին, սաղ ծառերը լավ տկլորում էին։ Ու այդ մասնագետները ասում են խորը էտ կարելի է, նույնիսկ անհրաժեշտ է։ Իշխանությունը փոխվել է, նույն մարդիկ, նույն մասնագետները 2024 թվականին Տիգրան Ավինյանի հետ հարցազրույցի ժամանակ Գիտեք, բանն անում է, որ առնվազն 60-70 տարվա պատմությունն է սրանք։ Սխալ էտի այդ պահին, ոնց հասավ էտեց, այդ ամբողջը գումարվեց եւ այդ ծառերը այսօր ավելի քան Եվ իրանք իրենց ֆունկցիանը չեն կատարում, այդ ֆունկցիան որն է իրենց հիմնական, ասենք տերևա զանգվածը շատ շուտ վարակվում է տերևակրով, ծակծկում են, այսինքն ֆոտոսինթեզը նորմալ չի կատարում։ ասում է դե նախկինում ոնց որ պատահել է խորը էտ են արել, հա, դրա արդյունքում Երևանի ծառերը այս կենսունակությունը կորցրել են, այսինքն մասնագետները ճակերտավոր, նույն մարդիկ են, բան չի փոխվել, նույն նախկիներն են, քննադատում են իրանց։ Բայց իրականում ճիշտ է դա, որ խորը էտ անելը ծառերը կենսունակության վրա ազդում։ Այո, Բայց ինչու՞ սխալը խորը խորը էտ, չեմ հասկանում։ Ես էլ հիշում եմ այդ պատմությունը, նամեի Այսինքն չի կարելի Դամես ծառի մաման լացացրել են, մասնագետը կողքան, ասում է, «Իսկի խորը էտ է»։ Նամես ասենք էտ չի է։ Էտ է։ Լրիվ ուրիշ բան է։ Բայց ես հիշում եմ այդ պատմությունը, չէի հիշում նախկիներ թե այս վաղը, բայց հիշում եմ վաղուց էր։